Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք իմ ամենասիրած ճաշերից մեկը եւ իմ ընտանիքի ամենասիրած ճաշերից մեկը, որը ինքը շատ հայտնի է նաեւ բոլոր աշխարհում։ Իրականում իր ձակումը արաբական է կամ ավելի ճիշտը բաղեստինյան է, բայց այնքան տարածված է աշխարհում, որովհետեւ իր համը այնքան յուրահատուկ է, որ բոլոր դներում պատրաստվում է։ Իսկ այս ճաշատեսակի համար ամենակարևոր բաղադրիչը հավն է։ Եվ մենք օգտագործում ենք զանգեզուր, որը մեր նոր գործընկերներից է, ու ես շատ ուրախ եմ, որ շատ լավ որակի հավ եմ օգտագործում, որովհետև այս բաղադրատոմսի ամենակարևորը հավն է եւ պետք է լինի համով, հյութալի, բնական եւ ամեն ինչով շատ լավ որակով։ Իսկ մենք ունենք զանգեզուր։ Դուք էլ կարող եք ունենալ, իսկ ոնց կարող եք ունենալ։ Իրենք ունեն խանութ, կարող եք եւ զանգել եւ իրենք արագում կկազմակերպեն շատ հավը պետք է խաշենք։ Բայց քանի որ հավը մի քիչ ժամանակատևում է, մենք արդեն խաշել ենք սկզբում, պատրաստ է եւ կարող ենք արդեն շարունակել։ Սկզբում ցիտաբդղի ցետն ենք ավելացնելու։ Մի քիչ արատ, որովհետեւ միակ յուղն է լինելու այս ճաշին։ Իսկ հետո մի հատ գախնիկ կա, հեսա կասեմ ցեզի ոնց են անելու։ Այդ իր հյութից պետք է պահենք, որպեսզի մի բան անենք։ Ես այսպես ցերկով սոխերում մասաժ եմ անում ու լավ ցերկերս սոխահոդելու, բայց մի մտահոգվիկ։ Մենք ունենք սավա, որը ամենա անդուր հոդերու նույնիսկ ճաշի ցերկերի վրայից տանում է, իսկ ափսեների վրայից այնքան լավ մաքրում է ու այնքան լավ փայլ կապերում, որ չեք պատկերացնի։ Այսինքն մենք խնդիր չունենք։ Եթե ուզում եք դուք էլ խնդիր չունենալ, կարող եք ունենալ սավա, այնքան հեշտ։ Դրա համար ես սենց հիմա շատ հանգիստ սոխերը բացում եմ իմ ցերկով։ Միջև սոխը տաբակվի, ստեղ մաքրենք։ Ոնց ասեցինք։ Սավայով։ Հիմա լավ տաբակում ենք սոխերը ու իմիջայլոց միջև լավ տաբակվի վրան ավելացնելու ենք համեմունքները մի քիչ հետո։ Վերցնում ենք մեր հավը եւ սկսում ենք բզկտել։ Մի հատ եմ բادرակաղ վերցնելու։ Ամենահեշտ ցևը սենց է։ Հավը լինում ընդհանրապես։ Եթե դուք թանակով կտրատեք, նույն համը չի լինի եւ նույն շերտերը չի լինի, այսպես։ Տեսեք։ Այսքան հեշտ։ Հիմա մույս հավը մարացնում ենք եւ շարունակում ենք։ Այս ճաշը անպայման պատրաստեք, որովհետեւ իրականում շատ համով է։ Շատ համով է պատրաստվում, շատ համով է ուտվում, այսինքն եւ ձեր հյուրերին կարող եք անել եւ ձեր ընտանիքին։ Դե գիտեմ, որ մի անգամ անելու եք եւ մշտական անելու եք։ I am very sure, այսինքն ես վստահ եմ։ Եվ շատ վստահ եմ։ Դե ինչ, արդեն տեսնում եք գրեթե հավը պատրաստ է, սոխը գրեթե տապակվել է, արդեն կամաց-կամաց համեմունքները կավելացնենք։ Հավերնից պատրաստ։ Okay։ Սկսում ենք ավելացնել աղ։ Ես ընդհանրապես սիրում եմ աղը սոխը մի քիչ գիսատ տաբակելուց հետո ավելացնել, որովհետև երբ որ աղը սկզբում ենք ավելացում, ինքը չի թողում, որ սոխը կարամելայզ լինի, չնայած մեկ-մեկ ճաշեր կա, որ ուզում ենք, որ սկիզբեն արդեն ինքը լավ եփի։ Սումմախը այսօրվա ամենակարևոր բաղադրիչը ու մի հատ խառնում եմ եւ ավելացնելու եմ հավը։
խառնում եմ։ Հիմա շարունակում եմ սումախը ավելացնել։ Մի քիչ աղ։ Եթե դուք հավը խաշած ժամանակն աղը շատ ավելացրել եք արդեն, հիմա ավելի քիչ ավելացրեք, բայց եթե շատ չեք ավելացրել, հետո ավելացրեք։ Իրա միջուկի քույնը այսպես է լինելու, սումախի հաշվին ինքը մի քիչ կարմրոտ է լինում, կամ սենց pinkish, այսինքն վարտակույնոտ կարմրոտ։ Մի քիչ եմ ավելացնելու սև, բողբեղ և կամաց լինում ենք պատրաստ։ Ես այս էթապում մի քիչ ավելացնում եմ ցիտավտղից հետ։ Հիմա ինքը ավելի թարնում է սենց թաց և հյութալի։ Իսկ հիմա ավելացնելու ենք սխտորը։ Ես սիրում եմ սխտորը մի քիչ վերջում ավելացնել, որովհետև շեք ձեր ամուսիններին կամ ամուսինները իրենց տիկիններին շաղիկ այնքան ասեց, գնացինք շուկայից վերցրեցինք։ Եվ մենք էլ ուրախ ենք ապրում։ Մեր միջուկը պատրաստ է։ Տեսաք ինչ վիճակի է։ Finito։ Այսինքն վերջ։ Դե ինչ սիրելիներս։ Ես այսպիսի չերոցի աման եմ պատրաստել, պայրեքսի նման։ Մոմի թուղթ եմ ավելացրել, որբեսի երբ որ հացիկները պատատեմ, այստեղ շարեմ։ Այստեղ ունենք հացերը, այստեղ ունենք միջուկը, այստեղ ունենք պայրեքսը, կամ ամանը չերոցի։ Այսպես անուշիկ ձևով կարող ենք կողքի թնել, որ դուք տեսնեք ինչքան հետաքրքիր ձևով պատատելու ենք։ Այսինքն ամեն մեկուն մենք տենց 1.5 թքալի պես պետք է տնենք, մոտավոր ասկան, ու արդեն պետք է պատատենք, հետո մույսը, ինքը պետք է տենց հաստ չի լինի, այսինքն այսքանը արդեն լավ է։ Հույսով եմ վերևից նայում եք և մխոն գոպրոն օգտագործում է հիմա, քանի որ մենք շատ էսթետիկ և անուշիկ կադրեր ունենք։ Գնում ենք։ Եթե ուզում եք ավելի փարակ անել, կարող եք նույնիսկ ավելի հացերը կարճ կտրել։ Մի անգամից տեղադրում ենք, որպեսզի մեզ դեղ բացենք ու շարունակենք այս համողությունը։ Իդեպ շատ ուրախ ենք, որ մենք արդեն 11,000-ից ավել բաժանորդ ունենք YouTube-ում, այս ամենակարճ ժամանակաշրջանի մեջ, այսինքն մի խոսքով ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր անսահման սիրո և նվիրվածության համար, որովհետև գիտեմ, որ զգում եք, որ մենք էլ ենք նվիրված ու ամեն ինչ անում ենք, որ համով պաղացատոմսեր տանք ձեզի, մատուցենք ու ծանոթացնենք ձեզ ամենալավ գործընկերներին կամ ապրանքները, որ կա Հայաստանի շուկա։ Այսինքն մենք ոչ թե միայն պաղացատոմս ենք տալիս, մենք նաև տալիս ենք ինֆորմացիա, դուք որտեղից գտնեք, ինչ համեմունքը, օրինակ Մարանիկը, որտեղից գտնեք ամենալավ հավը, օրինակ Զանգեզուրը, իսկ ինչ համով հյութեր և ջուր խմեք, օրինակ Սիլը կամ Մազան, դե իհարկե քինիի մասին էլ չասեմ, արդեն ամենահամով քինիներ են հայկական, կարող եք վերցնել քարեն և վայելել մեկ ճաշի հետ։ Դե ինչ, գնացինք մեր դորտի հետ, նայեցեք, այնքան սիրում է, ես չգիտեմ, եթե մեր օպերեյթորները մոտիկից նկարել են, ես կուզենայի մի հատ նկար ունենալ այս անուշիկության հետ։ Կատակ չեմ անում, բայց կարաս կամերայով նկարես, չեն էստո պետք է անես։ Կարաս։ Նա պայժ դտա։ Գնացինք։ Հայրուր 80 աստիճան, մի 12-ից 15 րոպե։ Ուղղակի պետք է գարմրին, մի քիչ սրճակույն դառնա խրխտան ու արդեն պատրաստ եմ մատուցելու։
Մի քիչ հավաքենք, սեղանը պատրաստենք, ափսեները տնենք, որպեսզի պատրաստվենք ուտելու եւ սնվելու եւ վայելելու այս համովությունը։ Փաթաթուկները արդեն պատրաստ են, գնանք բերենք։ Իսկ չեք ուզում մոդիկանաք։ Հերվից է նկարում, ինձ է նկարում, ես հավը դուրս եմ խոսում, որովհետև լիքը մարդ մեզ գրում է, որ ինչ ուրախ ենք, որ այս ինչ համեմունքի մաքուր հայերենը սովորեցինք այդ հաղորդման մեջ կամ շաղիկ շնորհակալ ենք, որ ասում ես։ Դրա համար մենք ոչ թե միայն բաղադրատոմս ենք ասում, այլ հիշեցնում ենք, որ այնինչ համեմունքի կամ այնինչ բաղադրիչի մաքուր հայերենը ինչը։ Որովհետև եթե մենք չօգտագործենք, մեր զավակները չեն սովորի եւ ոչ կգործածեն, ոչ ջաշ կպատրաստեն դրանով, այսինքն երկու նպատակ կա դրան։ Այսօրվա համով բաղադրատոմսը շոտ ամով է, սենց համով հավի պատատուկ յանքում ճակ կերած, ենքան սոշնի, ենքան համով, ենքան սոխը սազումա, ենքան են սումախի ներգայությունը պաստումա, որ ինքը գա և ինքը լավ որ գա։ Մի խոսքով, անպայման պատրաստեք և դուք էլ վայելեք այս համերը։ Նույն ժամերին կհանդիպենք վաղ ժամը 9 առավոտյան և ժամը 17:00 երեկոյան Կետրոն TV եթերում։ Ցտեսություն։